կարծիքով նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է, եկեղեցին այն անձինք են, որոնք ձևավորում են, այն ժողովուրդն է, որը ձևավորում է եկեղեցին, այսինքն եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին ինչ-որ հիերարխիկ վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում են եկեղեցուն եւ վարկաբեկում են եւ արհամարում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Բայց հիմա խնդրահարույց չէ վարչապետի հարյուրախառ գրառումները, եթե խնդիրը արկա է, դրանց պետք է տալ լուծում, ոչ հրապարակային հարյուրախառը, ոչ մեղադրանքների, օրինակ կենակցելով խնդիրը հետև է, օրինակ դուք երբ որ կարդացիք Նիկոլ Փաշինյանի գրառումը Սրբազանի, X Սրբազանի նրա քերականատու վերաբերյալ, ձեզ մոտ բան չեղա, չառաջացա։ Վարչապետը ինքն է արտահայտվել այդպես, նա արդեն բացատրել է, թե ինչ է ասել, ես դրա կարիք չեմ զգում ինքս մեկնաբանելու, ես մի բան գիտեմ, որ կան բացահայտ խնդիրներ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, դա պարզ է, բայց ակնառու են նաև Սփյուռքի հսկայական մի մասի համար եւ այս գործընթացը տեղի է ունենում, սա նաև ըստ իս նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է, երբ որ բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների մասով եւ իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին։